Արցախի կորստից հետո էլ մեր հավաքական ամոթի տարեգրության մեջ նոր էջեր են ավելանում։ Պատերազմական հանցագործ Բաքուն շարունակում է դատել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, մարդկանց, ովքեր Արցախի եւ Հայաստանի հավաքական անվտանգության համար սեփական կյանքն են զոհաբերել։ ՀՀ արտգործնախարարը հայտարարում է, թե բոլոր միջազգային հարթակները օգտագործվում են գերիների եւ այլ պահված անձանց վերադարձի ուղղությամբ։ Իրականում ունենք 0 արդյունք։ Իսկ ԵԱՀԿ եւ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովներում ԿՊԱ-ական պատգամավորները մերժում են միանալ Բաքու միջազգային մոնիտորինգային խումբ ուղարկելու, հայ գերիներին եւ այլ պահվող անձանց անհապաղ ազատում պահանջող իմ եւ մյուս ընդդիմադիր պատգամավորների բանաձևերին։ Քաղաքական մեծամասնության օրակարգը այլ է, այդպես էլ հայտարարում են։ ՀՀ արտգործնախարարի խոսույթն էլ այնքան ականջահաճո է թուրք լրագրողին, որ վերջինիս թվում է, թե թուրք պաշտոնյայի է լսում։ Բաքուն շարունակում է մեր հայրենակիցների հաշվեհարդարը, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները, կորզելով նոր զիջումներ եւ պայթեցնելով խաղաղության կեղծ դիսկուրսը։ Իսկ ՀՀ վարչախումբը Փաշինյանի գլխավորությամբ փորձում է այլ օրակարգերով շեղել խաղաղության օրակարգի սնանկությունը։ Աներկբա է, խաղաղության հասնում են ոչ թե թշնամու օրակարգը սպասարկելով, այլ նախ եւ առաջ ներքին խաղաղությամբ։ Բայց դուք քաղաքական մեծամասնություն գնալով այրում եք բոլոր կամուրջները եւ հատում կարմիր գծերը։ Այո, մեր հասարակությունը պիտի փոխվի, պիտի շնչի, պիտի հավատա վաղվա օրվան, բայց այդ փոխողը դուք չեք։ Ձեզ անկարելի է հավատալ, որովհետև ձեր հետագիծը դրժած եւ սուտ խոստումների շարան է։ Դուք չեք կարող չտեսնել Հայաստանի շուրջ սեղմվող փակողակը եւ փորձում եք ձեր պարտությունը, խեղճությունն ու կորուստները որպես անխուսափելիություն փաթաթել ժողովրդի վզին։ Կարող եք ինչպես 37-ին անաստվածների միություն ստեղծել, ձեր հետևորդների մտահորիզոնից հեռացնել Արարատը, օրացույցից ջնջել ապրիլ 24-ը, սեփական եկեղեցի հիմնել, ուրանալ Արցախը, մեր ինքնությունն աղճատող գեղագիտություն պարտադրել, ձեր հեղափոխությունը փառաբանող հիմնադրամին $500,000 հատկացնել, այլախոհների բերանը փակել, ինչպես եւ անում եք, բայց սրանից Հայաստանը ոչ ուժեղանում է, ոչ էլ դառնում անվտանգ։ Ամենօրյա մղձավանջ եւ քաոս, սա է իրական Հայաստանի պատկերը։